Ռուս-ուկրաինական ճակատում փոփոխություն չկա։ Կողմերը կրակում են իրենց զինանոցների գրեթե բոլոր միջոցներով։ Միջդիրքային տարածությունները ավելի ու ավելի են կրճատվում, անմիջական թիրախներ են դառնում քաղաքներն ու գյուղերը։ Շահեդների հարձակումից Խարկովում այս գիշեր 38 մարդ է զոհվել։ Կան ծանր վիրավորներ, քաղաքում 16 պայթյուն է որոտացել։ Մեկ մարդ էլ Դնեպրում է զոհվել գրոհային անօդաչուների հարվածներից։ Այս գիշեր անհանգիստ է եղել նաև Ռուսաստանի երկինքը։ 34 ուկրաինական ԱԹՍ է խոցել ռուսական հոպը։ Սահմանափակումներով են գործել Իվանովի, Նիժնի Նովգորոդի և Յարոսլավլի օդանավակայանները։ Խաղաղության բանակցությունները փակուղում են, որպես միջնորդ հանդես եկող ԱՄՆ-ն հանձնվում է։ Սպիտակ տունը տարբեր պաշտոնյաների շուրթերով մի քանի օր է հայտարարում է դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը համաձայնության չգան։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին պետդեպարտամենտի խոսնակն է մեջբերել։ Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան կոնկրետ առաջարկներ չանեն պատերազմը դադարեցնելու համար, Միացյալ Նահանգները հետ կկանգնի որպես միջնորդ։ Թրամփի կարծիքով Պուտինի հետ ավելի հեշտ է բանակցել, քան Զելենսկիի։ Ռուսաստանի նախագահը ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Մենք առաջարկել ենք ժամանակավոր հրադադար նշանավորելու հաղթանակի օրը, բայց Կիևը դա մանիպուլյացիա է համարում։ Զելենսկին մերժել է կարճ հրադադարի Մոսկվայի առաջարկն ու պահանջել անհապաղ 30-օրյա զինադադար հաստատել։ Նա Կարմիր հրապարակը որպես ռազմավարական ճնշման կետ է դիտարկում։ Այս պահին նրանք անհանգստանում են, որ իրենց շքերթը կարող է չկայանալ, եւ նրանք ճիշտ են։ Իրականում նրանց իսկապես պետք է մտահոգի, որ այս պատերազմը դեռ շարունակվում է։ Նրանք պետք է վերջ դնեն պատերազմին։ Зеленский делает много разных заявлений, в большей своей части они неудачны. Զելենսկին շատ տարբեր հայտարարություններ է անում, մեծամասամբ անհաջող։ Շքերթը լինելու է եւ մենք հպարտությամբ հետևելու ենք այդ շքերթին։ Իսկ պատերազմի վերջը չի երևում։ Ուկրաինան ու Ռուսաստանը դեռ մահաբեր կրակոցներով են խոսում։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։